Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում թերթելով պատմության էջերը հեղինակային ծրագրի 13-րդ հաղորդումն է։ Մեր 12-րդ թողարկման վերջում մենք արձանագրեցինք այն փաստը, որ Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային արձագանք էր ստացել։ Եվ իսկապես, Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհի տարբեր երկրներ ու կազմակերպություններ սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել մեր նկատմամբ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ մարտի 20-ին Ստեփանակերտ այցելեցին ԱՄՆ նախկին պետքարտուղար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Սայրուս Վենսը և ԵԱՀԿ պատասխանատու լիազոր Յանուշ Կուբիչը։ Հաջորդ օրը Ֆրանսիայի սոցիալական և մարդասիրական հարցերի գծով նախարար Բեռնար Կուշները։ Մարտի 31-ին Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները։ Ապրիլի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք ժամանեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Չեխոսլովակիայի արտգործնախարար Իրջի Զինսբիրը, ապա Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Մահմուդ Վայեզին։ Նրանք հանդիպումներ ունեցան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ, լսեցին նրանց կարծիքը հակամարտության վերաբերյալ, մոտիկից ծանոթացան իրերի վիճակին և պատրաստակամություն հայտնեցին նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, միջնորդական այդ առաքելությունները ըստ էության ոչինչ չտվեցին։ Ազերիները շարունակում էին հրթիռակոծել Արցախը, հայ ազատամարտիկներն էլ փորձում էին վերացնել հակառակորդի կրակակետերը։ Արդեն ապրիլ էր, գարուն, սակայն խաղաղ բնակչությունը ստիպված շարունակում էր պատսպարվել նկուղներում։ Հոսանք, գազ, վաղուց չկար, սովին դիմանալ կարելի էր, իսկ ահա ծարավը ամենասարսափելին խմելու ջրի պակասն էր։ Լվացքի և այլ պետքերի համար ձմռանը ձյունը հալեցնում էինք, ջուր ստանում։ Գարնանն այդ առումով ավելի հեշտ էր, անձրևաջրերը փրկում էին։ Խմելու ջուր հայթայթելու համար մարդիկ արհամարում էին ալազանն ու գրադը, գնդիկավոր և կես տոննանոց ռումբերը, այսինքն մահը։ Կյանքը կտային, բայց ջրով լի դույլից ոչ մի կաթիլ չէր թափվի։ Բնականաբար, ոչ մի պետական հիմնարկ, այդ թվում և դպրոցները, չէին գործում։ Պատմում են, որ 3-րդ թե 4-րդ դասարանում սովորող մի տղա մի օր վերցնում է պայուսակը, դուրս գալիս նկուղից և բռնում դպրոց տանող ճամփան։ Փողոցում նրան կանգնեցնում են ու ասում. «Ուր ես գնում, չես տեսնում, որ կրակում են»։ «Ինչ անեմ, թե կրակում են, այս պատերազմը կարող է տարիներ տևել, ես հո անգրագետ չեմ մնալու», պատասխանեց տղան։ Ահա այսպիսի պատմություն, որ շատ բնութագրական է մեր ուսումնատենչ ազգի համար։ Նկուղում ապաստանածներին հաճախակի այցի էին գալիս մեր թատրոնի դերասանները, որոնք իրենց արվեստով գոտեպնդում էին մարդկանց, հավատն էր շնչում վաղվա լավ օրվա հանդեպ։ Հողը ինչ հող է, Ղարաբաղ։ Ջուրը ինչ ջուր է, Ղարաբաղ։ Դու իմ մայր հողն ես, իմ զարարողը։ Ես քո հողմաթև թթենում բուրն եմ։ Կացաններիդ ու ճամփեքիդ բացված ապրեն, չապրեմիդ տոկունությունն եմ։ Հնձաններիդ մեջ լուր, քլթացող, ես քո խաղողի քաղցրությունն եմ։ Ամարվա տապի զով զեթյուր դարած, քո մռով ու քիր սարերի ձյուն։ Մելիք, խան ու բեկ, թուրք ու պարսիկ կգան ու կասնեն, ես իմ սրբազան հող, քո զորությունն է, սիրտս Ղարաբաղ, ճիճս Ղարաբաղ։
Բոլորն արդեն խոսում էին այն մասին, որ շուտով պետք է սկսվի Շուշիի ռազմագործողությունը։ Նույնիսկ ռուսական հեռուստաալիքներն ասում էին, որ հայ ազատամարտիկները ոչնչացրել են Ստեփանակերտն օղակող կրակակետերը եւ այժմ հերթը Շուշիինն է։ Սակայն մինչ մենք կազատագրեինք մեր հինավուրց մայրաքաղաքը, Արցախի մեկ այլ բնակավայրում տեղի ունեցավ քստմնելի ոճրագործություն։ Այն, ինչ տեղի ունեցավ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում 1992 թվականի ապրիլի 10-ին, դժվար է համապատասխան որակում տալ։ Նույնիսկ եղեռնագործություն բառը լրիվությամբ չի արտահայտում կատարվածի ողջ ցինիզմը։ Այդ օր ազերի հրոսակները ցույց տվեցին իրենց իրական դեմքը, չբավարարվելով անպաշտպան կանանց ու երեխաներին սպանելով, նրանք հրկիզեցին դիակները։ Այս ահասարսուր կադրերը նկարահանել է մեր օպերատոր Բենիկ Ղարախանյանը, որը հաջորդ օրը դեպքի վայր է մեկնել այդ օրերին Արցախում գտնվող Լեդի Քոքսի եւ նրա խմբի անդամների հետ։ Նրանց օպերատորը նույնպես նկարահանել է եւ այդ կադրերը պտտվել են աշխարհով մեկ։ Ահա թե ինչ է պատմում ականատեսը։ Ես մեր Մարաղայի ջոկատի հրամանատարի օգնականն եմ Վլադիկ Ավակյան։ Ես համառոտ կպատմեմ Մարաղայի գյուղում ինչ է կատարվել սույն թվականի ապրիլի 10-ի առավոտյան ժամը 5:30 սկսեց ուժեղ արտիլերիայի կրակոցներ դեպի մեր գյուղի վրա։ Ուրեմն կրակում էին տարբեր տեսակի արտիլերիայի զենքերից, գրադ կոչվող զենքից եւ ծանր հրետանու միջոցով, տանկերից, բռնատրանսպորտերներից։ Մեր խրամատներում եղած բոլոր ջոկատի անդամները այդ կրակը ընդունեցին իրենց վրա եւ պաշտպանվեցին մինչեւ մոտավորապես ժամը 12-ը, 6 ժամ։ Դրանից հետո տեսանք, որ ուժերը շատ անհավասար են, նրանց կողմից ուրեմն 20 հատ մոտավորապես տանկ եւ զրահամեքենաներ էին ուզում մտնել գյուղը, մերն էլ ընդամենը մի հատ էր, մի հատ զրահամեքենա, BMW1։ Դրանով հնարավոր չէր դիմանալ։ Մենք օգնություն խնդրեցինք, ցավոք քիչ ուշացավ շրջանի պաշտպանության ղեկավարների կողմից։ Մեզ օգնության ասան, բայց արդեն ուշ էր, նրանք մտել էին գյուղ, մեր խրամատները, մերոնք սկսեցին նահանջել, գյուղում պաշտպանությունն էլ այնքան էլ, քանի որ մենք 150 հոգով հնարավոր չէր այդքան անել, շրջանից եկած ջոկատները գալուց հետո վերակազմավորվեցին իրենց ուժերը եւ նրանից հետո մոտորապես մի 4-5 ժամում ճշնամին հետ շպրտվեց։ Հիմնական պատճառները նա է իմ կարծիքով, որ եթե ադրբեջանցիները միայն իրենց սեփական ուժերով եւ տեխնիկայի միջոցով հարձակվեին, իմ կարծիքով նրանք չէին կարող մտնել գյուղ։ Այդ տանկերի բոլոր հրամանատարները ռուսական սպաներ էին, այդ տեխնիկային շատ ուժեղ տիրապետում էին եւ այդ հրետանու կրակոցներն էլ հիմնականում ոչ թե հիմնականում, այլ 100%-ով նրանք էին կազմակերպում։ Որովհետև դա ապացույց է, մենք տեսել ենք տանկի մեջից գլուխ հանած ռուսական սպային, որը տեսնելով մեր տղաներին, նա ինձ իմացավ, որ իրենց օմոնականներն են, նա կանչեց, որ «Ռեբյատա, идите сюда», եւ տեսնելով, որ մենք հայեր են, մերոնք կրակ բացեցին, բայց նրանք տեսնելով, որ դա իսկականից հայեր են, այդ ռուսները, իմիք էլ ասեցին, որ «Вот армяне, стреляйте», իրենց զինվորներին։ Այդքան ապացույց է, որ տանկերի մեջ եղել են էկիպաժները բոլորը ռուսներ։ Էլ ինչ, ոչ եմ այդ թալանչիները, հիմնականում այդ տեխնիկայից հետո նրանից հետո նրանք մտնում էին օմոնականները եւ նրանից հետո էլ մտնում էին մեծ խմբերով, մեքենաներով, տարբեր մեքենաներով մտնում էին թալանչիները գյուղ։ Իրենց ճանապարհին որ պատահում էր ծեր, երեխա, կին, չէին խնայում ոչ մեկին։
բոլորին մորթում էին, դե աչքով տեսել են բոլորը, մորթում էին, երեխաներին տանում էին գերի, այդքան գազանություններ ես կյանքում չեմ տեսել, ճիշտ է լսել ենք թերթերից բանից, բայց ես առաջ անգամն տեսնում եմ, որ մարդկանց վիզը կտրած, դենք ցած, առանց գլխի մարդ, աչքերը հնած, ականջը կիտը կտրած, դա բոլոր կատարվել է մեր աչքերի առաջ, մեր գյուղում։ Ոչ մի տները համարյա 100 ոչ թե համարյա 100%-ով տները թալանած է, նրանք վերցնում էին ինչ պատահի, ինչ, չգիտեմ, անասուններն են քշել, գյուղում մենակ ֆերմայում եղել է 500 գլուխ խոշոր եղջերով անասուն, բոլորը քշել են, գյուղում ինչքան անասուն է եղել, ինչքան թռչուն, ճագարներն էլ էին վերցնում, բոլորը տարել են, եւ ունեցվածքը լրիվ ոչնչացրել, լրիվ տարել են, մնացած տներն էլ 50%-ից 60-70%-ը տները վառվել են, թալանելուց հետո վառել են։ Այդքանից հետո ես չգիտեմ, հիմի պաշտպանում ենք, բայց իմ կարծիքով հարկավոր այստեղ գյուղում մարդ չկա։ Գյուղը պաշտպանելու համար ինչ որ կտրուկ միջոցներ է հարկավոր ձեռնարկել։ Չգիտեմ դա ով պետք է անի, հիմնականում փամփուշտները, տեխնիկայի դեմ տեխնիկան պետք է կրվի։ Ոչ թե ավտոմատը տեխնիկայի դեմ կրվելու հնարավոր չի, իմ կարծիքս դա է։ Եթե մեզ շտապ օգնություն չլինի, այդ գյուղը գոնե տները չկան, գոնե հողը կարող ենք պաշտպանել, հողը կմնա որպես հայկական։ Ես ուղղակի խնդրում եմ, որպեսզի դրա համար թե Հայաստանի կառավարությունը, թե տեղական մեր հանրապետության, թե շրջանի ղեկավարները, թե զինվորական ղեկավարությունը լուրջ մտածի, այսօր կամ վաղը հնարավոր է նույնը կրկնվի, դրա դեմ հարկավոր է կանգնել, յուղ հայրենիքը կթողնել մանր։ Ասում են դեպքի մասին լսելուն պես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը շտապ մեկնել է Մարաղա եւ իր աչքերով տեսել մի ահավոր տեսարան, ավերված գյուղ, հրկիզված ու այստեղ այնտեղ ընկած դիակներ։ Ասում են նաեւ, որ նա շատ ծանր է տարել կատարվածը։ Մինչ օրս էլ Մարաղայի ոճրագործությունը ըստ արժանվույն չի դատապարտվել միջազգային հանրության կողմից։ Այսօր մենք ունենք նոր Մարաղա գյուղ, սակայն մեր աչքը մեր իսկական դարավոր Մարաղայի ու մյուս գյուղերի վրա է, ու մենք հավատում ենք, որ մի օր մերը նորից մերը կլինի։ Իսկ առայժմ Մարաղան բաց վերք է մնում, մխացող, չսպիացած վերք։ Ապրիլի 14-ի երեկոյան բոթը տարածվեց նկուղից նկուղ, սպանվել է Արթուր Մկրտչյանը, ինչպես մարդու հավատը չէր գալիս։ Ցավոք պարզվեց, որ դա այդպես է, իրողություն, եւ բոթը բերնեբերան հասավ աշխարհի ամենահեռավոր անկյունը, որտեղ հայ կա։ Առանց այն էլ ոչ առողջ ներքաղաքական մթնոլորտը այդ դեպքից հետո ավելի շիկացավ։
Ի պատիվ մեզ իրար դեմ չելանք, միասին ելանք ընդհանուր թշնամու դեմ, առջևում Շուշին էր, որի ազատագրում նավաղ Արտուր Մկրտչյանը չտեսավ։ Մենք արդեն մի քանի տարի գիտեինք միմյանց։ Ճիշտ է, հազվադեպ էինք հանդիպում, բայց հանդիպելիս անպայման զրուցում էինք, մտքեր փոխանակում։ Ամենևին չէի պատկերացնում, որ մի օր նա Գերագույն խորհրդի նախագահ կդառնա, այսինքն երկրի ղեկավար։ Ավաղ անմիտ մահը չթողեց, որպեսզի Արթուր Մկրտչյան քաղաքական գործիչը բացահայտվի լիովին։ Սակայն այն, ինչ նա հասցրեց անել ընդամենը 98 օրում, նույնպես քիչ չէ։ Բայց ինչու 98 օրում։ Իսկ մինչև Գերագույն խորհրդի նախագահը ընտրվելը, ով էր Հադրութի շրջանում կազմակերպում ինքնապաշտպանությունը, ով էր գաղափարախոսը, ով էր իզեն կոչում մարդկանց, ով էր պատմաբան գիտնականը դարձել էր զինվոր, գրիչը տեղը զիջել էր զենքին։ Եվ եթե կուզեք, սա էր Արթուր Մկրտչյանը, նախ զինվոր, հետո նախագահ։ Իմ հիշողության մեջ նա մնացել է իր հնամաշ վերարկուով, ակնոցներից նայող խելացի աչքերով ու իսկական մտավորականին վայել կեցվածքով։ Նրա թաղման օրը ապրիլի 17-ին կոմանդոսը երդվեց ավարտին հասցնել կիսատ թողած գործը։ Ստեփանակերտի հուշահամալիրում հայոց մեծ եղեռնի, Սումգայիթի և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին կառուցված կոթողների հարևանությամբ հանգչում է Արթուր Մկրտչյանը, ինչ ճանաչած ամենաազնիվ ու ամենապայծառ դեմքերից մեկը։ Կյանք շարունակվում էր և Արցախը շարունակում էր մաքարել ու մարտնչել։ Ես ասացի, որ ավելի շատ մարդիկ էին սկսել գալ մեզ մոտ, եթե ոչ լուծելու համար մեր հարցը, ապա սատարելու, օգնության ձեռք մեկնելու մեզ։ Եվ ահա ապրիլի վերջին Ստեփանակերտ այցելեցին աշխարհահռչակ վիրաբույժներ Ռոբերտ Գեյլը և Վարդգես Նաջարյանը Զորի Բալայանի ուղեկցությամբ։ Եթե Վարդգես Նաջարյանը կնոջ Մերի Նաջարյանի հետ արդեն մի քանի անգամ եղել էր Ղարաբաղում, ապա Ռոբերտ Գեյլը առաջին անգամ էր մեզ մոտ։ Նախ նրանք եղան հիվանդանոցում, որպես այդպիսին ծառայում էր ներկայիս նախագահական շենքի նկուղը, և ծննդատանը, որը տեղավորված էր ներկայիս կառավարության շենքի նկուղում, իսկական հիվանդանոցն ու ծննդատունը թիրախ էին Շուշիում ծվարած ազերիների համար, և տեսան, թե ինչպիսի պայմաններում են աշխատում Ղարաբաղցի բժիշկները և ինչպիսի պայմաններում են լույս աշխարհ գալիս նորածինները։ Այդ օրը 2 երեխա էր ծնվել, 2-ն էլ տղա։ Տեղեկանալով, թե ովքեր են այցելել իրենց, նորածինների մայրերից մեկը իր որդուն անվանեց Ռոբերտ, մյուսը Վարդգես։ Ռոբերտ Գեյլը և Վարդգես Նաջարյանը եղան նաև Վանք գյուղում, ընդունեցին հիվանդների, բուժում նշանակեցին և խորհուրդներ տվեցին։ Իհարկե նրանք բարձրացան Գանձասար, որը պարզապես հիացրեց դոկտոր Գեյլին։ Մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ իր այդ սովորակելով որպես հոգու պարտք նա ավելացրեց։ Եղած անմարդկային է այսպիսի միջոցներու մասին կգարտայիր Սուրբ Գրքի մեջ, երբ ժողովրդի վրա, անմեղ ժողովրդի վրա այսպիսի հրացանացություն գլար և անմարդկային է և գազանություն է և ամեն մարդ պետք է ազատ լա ապրելու ազատորեն և ինքնորոշում ճակատագրի դեր լինի։ This has to stop. Այս պետք է վերջ գտնի։ Ռոբերտ Գեյլն ու Վարդգես Նաջարյանը իհարկե դատարկաձեռն չէին եկել։ Նրանք իրենց հետ բերել էին դեղորայք, բժշկական անհրաժեշտ պիտույքներ ու սարքավորումներ, որոնք այնքան անհրաժեշտ էին մեր նորաստեղծ ռազմական բժշկությանը,
որը ղեկավարում էր իր գործի նվիրյալ Վալերի Մարությանը, որի մասին մենք դեռ կխոսենք։ Ապրիլի 28-ին ես էլ միացա հյուրերին ու մենք միասին թռանք Երևան։ Իմ մեկնելու նպատակն այն էր, որ ես պիտի վարեի հատետի ծրագրի մայիսի 1-ի թողարկումը։ Հավանաբար քչերը գիտեն, որ 92-ի ապրիլից Հայաստանի հեռուստատեսությամբ շաբաթը մի անգամ եթեր էր հրարձակվում հատետի ծրագիրը, որը համատեղ ուժերով պատրաստում էինք Հայաստանի և Արցախի հեռուստատեսությունների աշխատողներս։ Իդեպ այդ գաղափարը Արթուր Մկրտչյանինն էր ու ուներ մեծ նշանակություն։ Հայրենիքում դրանով էին մարդիկ իմանում, թե ինչ է կատարվում Արցախում։ Նրանց հետաքրքրում էր նաև, թե ինչ է նշանակում հատետի, և ես փորձեցի ստուգաբանել այն, որքանով այն հնարավոր էր։ Ծրագրում տեղ էին գտել ապրիլին տեղի ունեցած իրադարձությունները։ Խոստովանեմ, որ այսօր էլ երանությամբ եմ հիշում ստեղծագործական պոռթկման այն ժամանակները, թեպետ պատերազմ էր, մահ ու ավեր, այսօր այսքանը խաղաղություն։